Կարծում եմ բավական որակյալ խաղ անցկացրեցինք, ճիշտ է, սկզբնամասում մի քիչ դանդաղկոտություն կար թիմի մոտ, տեխնիկական խոտաններ շատ, բայց հետո մնացած մասում ավելացրեցինք, ինձ թվում է օրինաչափ էր մեր հաղթանակը ու կարող էինք նույնիսկ ավելի մեծ խոշոր հաշվով հաղթել ու ուրախացնում է, որ նախորդ խաղի համեմատ ճիշտ վերլուծություն արեցինք, ֆուտբոլիստները ճիշտ մոտեցում ցուցաբերեցին այսօրվա խաղում, ամենաշատը ինձ դա է ուրախացնում։ Պարոն Օսյան, շնորհավոր եմ հաղթանակի առումով, հաճախ սուրբ այր չես ստացվում ստեղծել, արդյոք կա նման խնդիր։ Ճիշտն ասած սուրբ այր ստեղծում ենք, իրացումն է կաղում մեր մոտ ու սա առաջի խաղը չի, որ այդպես է, այդ խնդիրը ունենք, դրա վրա շատ աշխատում ենք։ Գանձասարը ձեր առաջիկա մրցակիցն է նաև Գավաթի խաղաղությունում, ֆուտբոլում ընդունված երևույթ է, որ նման թիմերը Գավաթին շատ լուրջ են վերաբերվում, արդյոք ավելի բարդ խաղ եք սպասում։ Իհարկե, միշտ գավաթային խաղերը առօրյա խաղերից տարբերվում են հենց այդ հոգեբանական առումով ու գավաթային խաղերը առավել եւս եթե մի խաղով է սխալվելու իրավունք այսպես ասած չունես, որովհետեւ հետո չես կարա հետ բերես ու մենք իրականում սպասում ենք շատ ավելի դժվար խաղ, քան այսօր էր։ Պարոն Օսյան, վերջին մրցաշրջաններում Փյունիկը կոնկրետ չեմպիոնության համար էր պայքարում եւ Գավաթի խաղաղությունից դուրս մնալը այդքան ծանր չէր դիտվում, եթե կարելի է այդպես ասել, արդյոք այս մրցաշրջանում կա այդ ցանկություն հենց Գավաթում։ Միանշանակ մենք չենք տարանջատում, մեր համար գավաթը այնքան կարևորություն ունի, ինչքան առաջնությունը, այնպես որ ֆիքսվելու ենք արդյունքի վրա միանշանակ։